Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Դատարանի վճռով Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուրի թաղամասի 8 հասցեում գտնվող հանգստի համար նախատեսված հատուկ պահպանվող տարածք նպատակային նշանակությամբ 2 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը, շուկայականին մոտարկված արժեքը 37 միլիոն 554 հազար դրամ։ Այս մասին հատիկ առ հատիկ հեշթեգի ներքո գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում ասվում է Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը մայիսի 30-ից անցնում է ներգաղթային եւ ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի նշանակման եւ պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի։ Մայիսի 18-ից հարցազրույցի ամրագրման մեր ներկայիս համակարգը կդադարի գործել։ Կայք էջը հասանելի կլինի միայն ընթերցման ռեժիմով եւ դուք այլևս չեք կարողանա հարցազրույցի օր ամրագրել, սուրհանդակային ծառայությունից օգտվելու լիազորագիր ստեղծել, հարցազրույցին չներկայանալու մասին հայտ ներկայացնել, հարցազրույցի ավելի վաղ օր խնդրելու դիմում ներկայացնել, դիմորդների համար ընթացիկ համակարգով վճարման անդորրագիր ստանալու եւ վճարում կատարելու վերջնաժամկետը մայիսի 14-ն է։ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տնից հեռանալուց հետո իր բացառիկ հարցազրույցում քննադատել է Սպիտակ տան ներկայիս ղեկավար Թրամփի քաղաքականությունը Եվրոպայի հետ հարաբերությունների, ռուս-ուկրաինական հակամարտության եւ մի շարք այլ հարցերի շուրջ։ Բայդենի կարծիքով Թրամփի վարչակազմը ճնշում է գործադրում Ուկրաինայի վրա, որպեսզի վերջինս իր տարածքները զիջի Ռուսաստանին։ Ըստ նրա, պարզապես հիմարություն է կարծել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը, որը հավատում է, որ Ուկրաինան Ռուսաստանի մի մասն է, կանգ կառնի, եթե խաղաղության համաձայնագրի շրջանակներում ինչ-որ տարածք զիջեն իրեն։ Ջո Բայդենը նաև մտահոգություն է հայտնել այն առումով, որ Թրամփի օրոք ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունները վատթարանում են, ինչը նրա խոսքով կփոխի աշխարհի ժամանակակից պատմությունը։ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ ինքը որևէ կապ չունի սոցիալական ցանցում տարածված Հռոմի Պապի կերպարով պատկերված իր նկարի հետ, նշելով, որ չգիտի, թե ով է այն ստեղծել եւ տեղադրել համացանցում։ Ինչ որ մեկը պատկերել է ինձ Հռոմի Պապի հագուստով եւ տեղադրել այն համացանցում։ Սա ես չեմ արել, հնարավոր է արհեստական բանականությամբ է ստեղծվել։ Կնոջս, սակայն նկարը դուր է եկել, ասել է Թրամփը։ Բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի հայտագրման գործընթացն ավարտին է մոտենում։ Մայիսի 10-ը հայտագրման վերջին օրն է։ Բոլոր դիմորդները պարտադիր պետք է նշեն բուհը մասնագիտությունը, իսկ եթե ցանկանում են հանձնել նաև ներբուհական քննություններ, ապա պետք է նշեն նաև այդ քննությունները։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալի դիտարկմամբ դիմորդների թիվը օրեցօր ավելանում է։ Եթե 2025 թվականի հունվարի մենք ունեցել ենք 11608 դիմորդ, ապա այսօր արդեն ունենք 12820 դիմորդ եւ սա փոփոխական է, ամեն րոպե, ամեն վայրկյան փոխվում է թիվը։ Միայն 7780 միասնական քննություններ հանձնող։ Ըստ Նասիբյանի նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ առաջին փուլին հունվար-փետրվար ամիսներին քննություն հանձնող դիմորդների 80%-ը գնահատականները բարելավելու համար ուզում է կրկնել քննությունը։ Ունեցել ենք դեպքեր, չի բացառում նաև այս անգամ մարդ ստացել է 19.75, ասենք 0.25 է չի հերիքում, որպեսզի առավելագույն գնահատական ինքը ունենա, բայց 20 ստանալու համար նորից է դիմում, դա իր իրավունքն է, մենք պարտավոր ենք կազմակերպել այդ քննությունը։ Նասիբյանը հորդորում է բոլոր դիմորդներին նրանց ծնողներին ուշադիր լինել եւ բաց չթողնել հայտագրման գործընթացը։ Այս փուլում դիմորդը պարտավոր է հայտագրել բուհն ու մասնագիտությունը, այլապես դուրս կմնա մրցույթից, անգամ բարձր գնահատականների առկայության դեպքում։ 24 ժամյա ռեժիմով իրենք կարող են անընդհատ փոխել իրենց բուհը, մասնագիտությունը, նույնիսկ առարկաները, որովհետեւ այնուհետև եթե բուհը ընտրում եք, մասնագիտություն ընտրում եք, այնուհետև տեսնում եք, որ չգիտեմ, մենք ունենք այնտեղ դիմորդների մասնագիտությունների շարժը, եթե տեսնում եք շարժում ինչ որ խնդիրներ կան, դուք կարող եք փոխել մասնագիտությունը, շատ հեշտությամբ նույն ձևով կարելի է փոխել, նույնիսկ վերջին վայրկյաններին։ ԿՏԿ ներկայացուցիչը հիշեցնում է ցանկացած պարագայում համակարգը հաշվի է առնելու դիմորդի ունեցած ամենաբարձր գնահատականը, անկախ նրանից այդ գնահատականը ստացել է հունվարի թե հունիսի քննությունների ժամանակ։ Վերակառուցման մրցույթում ֆրանսիացի ճարտարապետի նախագիծն է հաղթել, որն ըստ հայ ճարտարապետների խախտում է Կասկադը նախագծողների հեղինակային իրավունքները։ Այն մշակութային ժառանգության պահպանվող օբյեկտ է ու անհրաժեշտ է ավարտին հասցնել բնօրինակ նախագծին համապատասխան։ Հայաստանի ճարտարապետների պալատի խորհուրդը շեշտում է, համահեղինակ 3 ճարտարապետներից մեկը ողջ է, ուստի պահանջում են նրան ընդգրկել նախագծային աշխատանքներում։
Կասկադ համալիրի կառուցված մասի ճարտարապետական նախագծում արգելված է կատարել փոփոխություններ առանց լիազոր մարմնի համաձայնության, իսկ դեռ չկառուցված մասում ճարտարապետական նախագծի փոփոխությունները կարող են կատարվել միայն հեղինակային իրավունքը տիրապետողների համաձայնությամբ։ Առաջարկվող վերակառուցման ծրագիրը ենթադրում է էական փոփոխություն, որը չի ստացել հեղինակային իրավունքը տիրապետողների համաձայնությունը։ Թեմայի շուրջ ներքին աշխատանքային քննարկումներն են ընթանում քաղաքապետարանում, տեղեկացրել են, որ խնդրի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա։ Մրցույթի պայմանագրով էլ սահմանված են մի շարք իրավական երաշխիքներ, որոնք համայնքին հնարավորություն են տալիս կասեցնել վերանորոգումը, եթե ներդրողը մշակութային հանգույցի կառուցապատման ժամանակացույցից շեղումներ թույլ տա։ Հնարավոր է լինելու լուծել համայնքային հողերի օտարման պայմանագիրը ծրագրի իրականացման ցանկացած փուլում խախտումներ թույլ տալու դեպքում։ Այս գործիքակազմից բացի նախատեսվում է նաև 5 միլիարդ դրամի չափով տուգանք, ինչպես նաև սահմանափակում համայնքային ծրագրերին հետագա 10 տարիների ընթացքում մասնակցելու հնարավորության։ Այնուամենայնիվ, մասնագետների հստակ պահանջն է, որ եթե Կասկադի շինարարությունը շարունակվում է, ապա աշխատանքները պետք է իրականացվեն հեղինակային նախագծով։ Քանի որ սա հուշարձան կառույց է, այն պետք է դիտարկվի որպես ռեստավրացիոն աշխատանք։ Լավագույն գործը, որը աշխարհում ինքնատիպ ու յուրահատուկ է, չի ավարտին հասցվում ըստ հեղինակային նախագծի։ Այսինքն դա արդեն իսկ մշակութային պստություն է, ոնց ասեմ, ասենք վեպը գրել է, մարդը մնացել է ձեռագիր, տպագրում են այն վերջի հատվածը, ինչ որ մեկ ուրիշ հեղինակ է լրացնում։ Չի կարող է նման բան լինել, էլի։ Պատկերացրեք, կառուցվել էր, քանդվել է հուշարձանը, հիմա նորից պետք է վերականգնվի, գծաձերական ամեն ինչ կա, հեղինակներից մեկն էլ կենցանի գործում է։ Ինչու՞ն է խնդիրը։ 20 միլիարդ 46 միլիոն դրամի ներդրում է առաջարկել հաղթող մասնակիցը վերակառուցման աշխատանքների համար, իսկ նոր նախագծում Կասկադի պատկերն ամբողջությամբ այլ է, ասում է ճարտարապետն ու հավելում. Երևանը կկորցնի իր դեմքը։ Կարող են կեղծել դեմքը, փոխել հագուստի գույնը, նույնիսկ կրկնօրինակել այլ անձի ձայնը կամ արհեստական բանականության կիրառմամբ պատրաստել արատավորող տեսանյութեր եւ լուսանկարներ եւ այն դարձնել շանտաժի առարկա։ Լսում եք ձայնը, տեսնում պատկերը ու թվում է ամեն ինչ կարգին է։ Կեղծիք են տարածում օգտագործելով հանրաճանաչ մարդկանց հեղինակությունը, փորձում այդ կերպ դեղորայք վաճառել։ Սկզբում գովազդային դեմքերը բժիշկներն էին, հետո լրագրողները, հիմա հերթը հասել է նաև դերասաններին։ Հիմա ոնց հասկանում եմ նոր ալիք է գնում, արդեն ուղղակի աճ ու ձախ փորձելու են օգտագործել ուղղակի հայտնի մարդկանց, այնքան որ արդյունքում ծանոթ դեմք լինի, վստահություն առաջացնի։ Մեր փորձը ցույց տվեց, որ ռեպորտ անել բողոքելը գրեթե անհույս է, որում որ հասկանանք մենք ընկերությունով նաև բողոքը ուղարկել ենք ներքին թիմին մեդայի, բայց մեկը ալիքը կանգնացնել չի լինում։ Մասնագետն ասում է, որ խաբեությամբ զբաղվող խմբերը հիմնականում Ռուսաստանի ու Ուկրաինայի հետ են կապակցված։ Նաև Միքայել Պողոսյանն է օրեր առաջ սոցցանցում գրել, որ իր անունից դեղորայք են վաճառում։ Դերասանը արհեստական բանականության հնարավորությունները դարի ցավ է որակում։ Նկատում այսպիսով մարդկանց ավելի հեշտ են թիրախավորում։ Առաջի անգամ մի դեղ էի ես ռեկլամում իմ 100 տարվա ինտերվյուն Մոսկվայի իրանք վերցրել էին, դրանից հետո սկսեցին ինչ-որ ուրիշ դեղորայք կապված ուրիշ հիվանդությունների բաների հետ, մարդու կարող են վարկաբեկել ոնց ուզենա, դա դարի ցավն է։ Դիմեցի մի քանի ինստանցիաներ, բայց նրանք ասին ցավոք, պարոն Պողոսյան, մենք չենք կարող դրա թեմա առնենք։ Բողոքում են բոլորը։ Մասնագետները նաև ոստիկանությունը հորդորում են զգուշանալ, չվստահել տարօրինակ գովազդներին, որքան էլ դրան գայթակղիչ թվան։ Արհեստական բանականության կիրառմամբ չարամիտները կարող են խեղաթյուրել իրականությունը եւ շահագրգռել գնումներ կատարել անհայտ ծագում ունեցող ռեսուրսներով, վճարման ժամանակ էլ հափշտակել ձեր դրամական միջոցները։ Եթե դարձել եք նման հանցագործության զոհ եւ զեղծարարները ձեզանից պահանջում են գումար որևէ տեսանյութ կամ լուսանկար չհրապարակելու համար, անհապաղ դիմեք ոստիկանություն։ Սա է ելքը։ Ամբողջ հանրապետությունում մայիսի 5-ին հորդարատ անձրևներ էին, օրինակ Արտաշատում 4 ժամվա ընթացքում թափվել ամսական նորմայից 1.5 անգամ ավելի տեղումներ։ Սա ռեկորդային է համարվում։ Իսկ Հանու Բարաշենի խճուղում այդ անձրևները իսկական քաոս էին ստեղծել։ Այս վիճակով տրանսպորտը երթևեկում է։ Մոտ 3 կիլոմետրանոց հատվածում սելավատարերի բացակայության պատճառով մինի լիճ էր առաջացել։ Անձրևաջրերը լցվում էին խճուղու բնակելի շենքերի բակեր, նկուղներ, անգամ առաջին հարկեր։ Մի քանի հասցեում դադարեցվել էր էլեկտրամատակարարումը։
Միջև դա գիտեմ ջուր ա եղել։